Ողջունում եմ բոլորին, այսօր ես պատրաստում եմ կոտլետ։ Այստեղ իմ մոտ թարմոմիս է, ես արդեն կտրատել լվացել եմ։ Ինձ մոտ ուրեմն 600 գրամ հորթի միս է եւ 500 գրամ խոզի միս։ Բայց ինչպես նկատեցիք արդեն, խոզի ճարպը ես այստեղ չեմ ներառել։ Հիմա դվանալուց հետո գնում եմ աղալու մսաղացով եւ ֆարշի մեջ պիտի աղամ նաեւ մոտավորապես 3 գլուխ սոխ եւ 3 այսպիսի միջին չափի կարտոֆիլ, ես հաց չեմ ավելացնում, կարտոֆիլ եմ ավելացնում, կարտոֆիլով շատ ավելի հյութալի են ստացվում կոտլետները։ Գնացինք աղալու, կմիանամ։ Ահա աղացի այն ամենը, ինչ պիտի աղայի եւ վերադարձա։ Մոռացա նշեմ, որ պիտի աղամ նաեւ 2 ատամիկ սխտոր, որը արդեն աղացել եմ եւ կանաչի։ Հիմա սկսում եմ պատրաստել կոտլետների ֆարշը։ Այստեղ ինչպես արդեն ասեցի, դու պիտի ավելացնեմ, այստեղ ինձ մոտ կան նոր կոտրած ձվերի դեղնուցները, այսպես 2 դեղնուց կավելացնեմ։ Ավելացնում եմ կարմիր պղպեղ, սև պղպեղ, 4 ցիտրոն չորացրած, շատ լավ համադրվում է չորացրած ցիտրոնը մսի հետ, ինձ ամեն դեպքում շատ դուր է գալիս դրա համար, եւ աղ։ Այսպես, հիմա կսկսեմ խառնելը, հետո կփորձեմ կհասկանամ եւս ինչ է պետք ավելացնելու կամ եթե պետք չի չեմ ավելացնի։ Հիմա խառնում ենք այս ամենը իրար հետ։ Ինչպես արդեն նկատեցիք, ամեն ինչ բնական է, ոչ մի հավելում չեմ ավելացնում, ոչ մի ներկանյութ, ալյուր, չգիտեմ, ամեն ինչը բնական է եւ թարմ մսով է պատրաստված։ Այսպես խառնեցի, հիմա կթողեմ մի քիչ հանգստանա։ Հիմա սկսում եմ պատրաստել կոտլետները, այստեղ այսպես պաքսիմատ եմ անում։ Այստեղ ինձ մոտ կշերքն է։ Վերցնում եմ ֆարշը, այսպես։ Ինձ մոտ կոտլետները 70 գրամ են, հիմա այսպես վերցնում եմ ֆարշը, կշվում եմ, 71 գրամ։ Եվ այս սարքի միջոցով պատրաստում եմ կոտլետները։ Որպեսզի կոտլետները համաչափ եւ գեղեցիկ լինեն։ Տեղադրում եմ սառցարանի ուրեմն սկուտեղի վրա, որպեսզի հետո տեղադրենք սառցարանում սաղի նորից։ Ցույց եմ տալիս, վերցրեցինք, այսպես մոսաշոտ է, շատ էր փոքր, 70 գրամ, այսպես, ահա, հրաշալի և գեղեցիկ։ Նայեք, այսպիսի գեղեցիկ կոտլետներ են ստացվում, կմիանամ և որ ամբողջը պատրաստեմ վերջացնեմ։ Ահա կոտլետները սառցարանից հանել եմ, պատրաստ են, հիմա տեղադրում եմ զիպ պակետների մեջ և դնում կրկին սառցարանը։ Պատվերների համար կարող եք գրել կամ զանգահարել։ Կսպասեմ։